Բարի լույս, ժողովուրդ ջան։ Եկել եմ մի հատ շատ կարճ մի հատ թեմայի անդրադառնամ ու գնամ։ Ուրեմն համացանցում պատտվում էր մի նյութ, թուրքը ներկայանում է երեխաներին թուրքիշ, երեխան պատտվում է ու սենց բաներ անում, եւ այլն։ Իհարկե, բացի երեխաներից, այդ թուրքը մոտենում է նաեւ այլ մարդկանց։ Ես ուզում եմ մի բան հասկանամ, ժողովուրդ, դուք իրոք չգիտեք, որ Թուրքիայում լիքը հայ է ապրում, կամ դուք իրոք տեղյակ չեք, որ Թուրքիա ապրանքը վաղուց է մեր երկիր մտնում, ու մեր ժողովուրդը վաղուց է Թուրքիա ապրանք գնում, էլ չեմ ասում, որ լիքը հայություն, թե Սփյուռքից, թե Հայաստանից, չերես Թուրքիա թռնում է տարբեր երկրներ, տրանզիտ, հա, ասենք, լիքը սենց արիշ-վերիշներ կա Թուրքիի հետ, էլի, ասենք, ինչի՞ ձեզ դնում շլանգի տեղ, կասեք, այդ նույն բանն է, որ ես հիմա ռուստեն, հա, դուսը, հա, հանկարծ չհղիանակ ես բառեցս, նույն բանն է դուրսը ռուստենամ, ասեմ, յաղք, փու, ասենք, ես ինչ պահված կմ, հատ դաստիրակ եք ձեր լակոտներին, խաչա դուք անուղեղ եք, դուք ոնց կարաք ձեր երեխեքին դաստիրակ եք, բայց թարգեք, արա համոթա, իրոք թարգեք, ասենք, այդ նույն դաշնակները, որ տարբեր երկրներում նստած հոխորտում են Թուրքիի հետ ոչ մի արիշ-վերիշ չանեք, ինքը պետք է եղեր պրիզնատ գա։ Այդ նույն դաշնակները չերես Թուրքիա տրանզիտով թռնում են Հայաստան։ Կարող մի քանի ժամ էլ այնտեղ տրճիկ տան։ Էլ չեմ ասում առևտուրը։ Իսկ ստեղ էշեշ դուստվողները, TikTok-յան հարթակներում իրանց լավ տղու տեղ դնողները, որոնք որի տակը քանդես, կարող է գիտեք ինչ բացահայտվի, որ ինքը խաղամոլ սատկում է, կյանքում նորմալ աշխատած չկա, մերն էլ Թուրքիայում բիձա է պահում կամ պարավ, որ իրա ոռը փագի, իրա այդ պարտքերը փագի, բայց ինքը TikTok-ում նստած, թույն տղա է ձևանում։ Ժողովուրդ, ինչքան եք դուք այս ապուշությունները, չգիտեմ էլի ոնց ասեմ, ասենք այս ապուշություններով ներկայացնելու մեր ազգը, ինչքան։ Ես հասկանում եմ, որ հիմա տավարի ցավեր կհայտնվեն, որոնք կգրեն, թուրքը մերը։ Ինչ էլ գրեք, դրանից իրականությունը չի փոխվում։ Ներկայությամբ ռուսին ես համարում եմ թշնամի։ Ես համարում եմ, որ մեր ազգը կոտորվեց ռուսի պատճառով, ռուսի կանաչ սվետաֆոր միացնելու պատճառով, որովհետև հասկանում էր, որ հեղափոխություն է եղել ու Հայաստանը իր ձեռից գնալու է, որպեսի պատժի քոչի ձեռով, քոչվորի եւ քոչի ձեռով, որպեսի պատժի, վերջում էլ քոչին բերի դնի մեզ ղեկավար, հետո էլ տանի մցնի գուբերնիա եւ այլն, շատ ենք խոսել այս թեմաներով, չեմ ուզում նորից կրկնվեմ։ Ներկայությամբ ռուսին ես համարում եմ թշնամի, բայց ռուս ժողովուրդը, որը գալիս աստե, ես կյանքում իր նկատմամբ վատ չեմ վերաբերվի։ Կյանքում այդ մարդուն ցույց չեմ տա, որ ինքը ստե լիշնի է։ Կյանքում ցույց չեմ տա, որ ինքը պետք է ստեից հեռանա, որ ինքը պետք է ոտը ընդհանրապես այս երկիր չդնի։ Եթե իհարկե իրան նորմալ է պահում։ Ես խոսում եմ adekvat մարդկության մասին։ Ասենք ինչ եք դուք մտածում, որ Թուրքիայի ժողովուրդը, այդ նույն թուրքերը պետք է եղերնի համապատասխան տան։ Որը եղել է 100 քանի տարի առաջ։ Ասենք այդ մարդը ինչ մեղք ունի դրա մեջ։ Օսմանյան Թուրքիան, ասենք այն ժամանակվա կառավարությունը, որ նման գործողություններ արել հայերի նկատմամբ, ընդհանրապես ներկա պահից Թուրքիայի ժողովրդի հետ ոչ մի առնչություն չունի, ոչ մի։ Այսի պետք է դուք տարբերեք մի հատ, հասկանաք, թե ինչ խնդիր մենք ունենք Թուրքիայի հետ, ինչ հարցեր ունենք մենք լուծելու, դիվանագիտական, քաղաքական։ Եղեռնի թվերի Թուրքիայում բանակում եղել են ենիչարներ, որոնք եղել են նաև ազգությամբ հայ։ Այդ նույն ենիչարները, որ մորթել են հայերին, դրանցից թեկուզ 5 հատը, շատ մեղմ եմ ասում, եղել է հայ։ Ժողովուրդ ջան, ամեն ինչ մակերեսորեն մի նայեք էլի։ Ու խնդրում եմ այս պրոցեսները բացատրեք ձեր բալիկներին, որպեսզի հաջորդ անգամ իրանց նորմալ պահեն, իրանց կոռեկտ պահեն, որ այն ժամանակվա Թուրքիան ու հիմիկվա Թուրքիայի ժողովուրդը ընդհանրապես իրար հետ ոչ մի առնչություն չունեն, ի նկատի ունեմ մեղք չունեն։ Մեղք ունի այն ժամանակվա Թուրքիայի կառավարությունը,
որի ժառանգորդն է ներկայիս կառավարությունը, որի հետ նման հարցերը Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը քննարկելու է։ Բայց այդ ժողովուրդը այստեղ ընդհանրապես կապ չունի Եղեռնի հետ։ Նես մի բա, ասես հերիքա ձեզ դիշովկի պես պահեք, հերիքա ձեզ անդաստիրակի տգետի պես պահեք։ Հերիքա խայտարակեք մեր ազգը էլի։ Ես հասկանում եմ, որ 30 տարի սնուցել են ձեզ էշություն։ Բայց մի քիչ ձեր ուղեղները սեփական մի հատ աշխատացրեք էլի։ Նորից եմ կրկնում։ Այդ ձեզ այդ սնուցողները, ովքեր որ այսքան տարի սնուցել են ձեզ ալա ճակերտավոր հայրենասիրություն, մի հատ հարցրեք էլի իրանց։ Թուրքիայի մեղած կա, այնտեղ հանգստացած կա։ Ախր եթե аэроպորտից կամ մեր այս ԱԱՑ-ի շենքից էլի մի հատ այդ սպիսը մի հատ որ հանեն, sense հրապարակեն, մի հատ հասկանաք թե ինչ է կատարվել, հասկանաք թե ինչքան այդ ձեզ հայրենասիրություն սրսկող կա, քանի անգամա Թուրքիայում տրճիկ տվե։ Կամ որի բարեկամներն են այնտեղ ապրում։ Մի հատ լավ կլիներ էլի, որ sense բան աներ ԱԱՑ-ն։ Հաներ մի հատ sense պուբլիշնի ցույց տար։ Դες ձիգզողները իրանցից ինչ են ներկայացնում։ Ձեզ հայրենասիրություն են սրսկել, ձեզ սովորեցրել են, որ դուք պետք է այս երկիրը շիթի նման կանգնեք պահեք, իսկ իրանք գնան տրճիկ տան։ Հիմա էլ նմեք ասում եք բանը։ Սրանք Թուրքիան, սրանք Թուրքիան են ռոպագանդում, սրանք Թուրքիա են դառնալու։ Դե գնացեք պարկեք Թուրքիայի տակ, եթե ռուսի տակ չեք կարող պարկեք, այսինքն այս քաղաքական անբարոյականությունը իրանց այրան մեջ է։ Իրանք ի վիճակի չեն անգամ մտածեն, որ Հայաստանի Հանրապետությունը կարա ինքնուրույն ապրի։ Երբ որ պետությունը ինչ որ պետություններից կախման մեջ է տնտեսապես եւ այլն, բոլոր պետություններն էլ այդ օրինն են։ Չկա այդպես պետություն, որ անկախ է ու սենց կարա ինքնուրույն գոյատևի միշտ։ Չկա։ Բոլորն էլ մեկը մյուսից կախման մեջ են։ Դրա համար դու ունես պետք է անես, որ քո հարևաններն էլ քեզնից կախման մեջ լինեն, որ իրա մտքով չանցնի, քեզ ոչ խփի, ոչ էլ քեզ հոշոտի։ Առավել եւս, որ մեզ գենոցիդ են արել, որտեղ մենք պետություն չենք ունեցել։ Այո, պետություն չենք ունեցել։ Դրա համար էլ հանգիստ կոտորել են։ Պետություն չենք ունեցել։ Դրա համար էլ ռուսը հանգիստ մեր հողերը տվել է հարևաններին։ Վրաստանին, Թուրքիային, Ադրբեջանա ստեղծել։ Ներեցեք էլի, Պարսիկը մեզ չի կոտորել։ Քիչ է կոտորել, հա? Հարց թվի մեջ, հա? Իսկ հետո դրե հաշվե, թե Պարսիկը մեզ ինչքան է կոտորել։ Հա? Այդ գրավելուց երևի պուպուշ-մուպուշ ա մտել էլի, հա? Թե ինի հինա։ Ինի արդեն մոռացել եք։ Էսի թազա է։ Այսինքն բաներ կա, որ ձեր ուղեղը լցրել են արհեստական։ Ու դուք այն ֆայլը ոնց են դնում կոմպյուտերի մեջ։ Կոմպյուտերը մենակ այդ ֆայլով աշխատում, մենակ այդ պրոգրամայով աշխատում։ Հանեք ձեր մեջից այդ պրոգրաման, մենք ձեր ուղեղները աշխատացրեք։ Այս ամենը պետքա դուք ձեր բալիկներին բացատրեք, որպեսզի տարբերությունը իրանք հասկանան։ Մենք ազգովի պետք է այս տարբերությունը ընկալենք ու հասկանանք։ Մենք ազգովի պետք է հասկանանք, որ տարիներով խփված ենք եղել։ Ժամերով իհարկե կարելի է այս թեմայի շուրջ զրուցել, բանավեճել, անգամ հակառակ կողմին լսել եւ բացատրել, պատասխանել հարցերին։ Ուղղակի sense վիդեոներով անհնարին է 30 տարվա տված կուտը ձեր ուղեղից հանել։ Բայց փորձեք հասկանալ։ Թացը չորից տարբերել։ Այսքանը ժողովուրդ ջան։